Մենք հիմա գտնվում ենք որտեղ Ջուղի սկիզբը, այսինքն հակառակ վերջը, ենք սկիզբը ենք կողմից ասում։ Սա գյուղի միակ ճանապարհն է, որ ես եկա, թե ուրիշ Չէ, մեկ էլ հակառակ կողմից ենք կողմից Մարմարաշենիկում։ Ահա, այնտեղի վիճակը ինչպես է։ Ավելի վատ վիճակ։ Մինչև նոր ջուրի գերեզմանները ոչինչ։ Նոր ջուրի գերեզմաններից այս կողմ մեզի ճանապարհ չունենք, ընդհանուր առմամբ կարելի ասած։ Ինչքան ժամանակ է, որ այս վիճակն է։ İcazat versin de ha dua Ahmet'e yerlerde Մասուս Մասիսի տարածքն է, չէ՞, Մասիս քաղաքի։ Իսկ ինչ են ասել թաղապետ, համայնքապետարան, մարզպետարան խոստումներ։ Ամեն տարի խոստումը կա, դրանում մենք չենք հատկացնում, որ ամեն տարի նույն արտահայտություններ ընդհանուր առմամբ, բայց ընդհանուր չի երևում արտահայտության պատասխանը։ Էջի ասելով շատ բան են ասում, դա ինչ։ Ասելով ես էլ եմ ասում։ Այսինքն ոչ մի աշխատանք չեն անում, գոնե փոսալություն բան, թե տենց։ Որ լցված լինի դու երևա ինչ որ մի բան։ Փաստացի, բայց հիմնովին նոր ճանապարհի կառուցման խնդիր կա այստեղ, չէ՞։ Կա։ Բայց երբ դա չի։ Ապետն ասում է 40 տարի։ Ոսանքերի խնդիրել ունենք, էլի հին լարերն։ Սաղ վառում ապրան, ապեր 160-150 գնում է։ Սաղ լուսերն է վառը դավես։ Եկեք առաջանանք։ Լուսերը որ Ես ոդկով կգամ։ Չէ, ավելավա ոտով կգնամ։ մտնի։ Չես կանալու։ Փողոց մտավ ավտոյով, էվակուատոր էլ կանչենք, տրակտոր էլ կանչենք չեն հանի։ Հիմա ամեն դեպքում էսի տոնակարի մենք արդեն մեքենաներով կառաջանանք այն կողմը։ Բացի դրանից է այս ճանապարհը ոնց է կար, ասենք շատ մարդ կա, մեքենա չունի։ Սաղորը ոտով գնում են անչափած երեխա սաղորը ոտով տանում են 10 չգիտեմ ճանապարհի շուն կա, վան կա։ Ոչ լուսավորումով այս ցեխի մեջ ամեն առավոտ գնում են գործի, որոնց 6 համարը նստեն գնան 3-րդ մաս։ Այսինքն սա հիմնական ճանապարհն է, այն մեկը արդեն ընդհանրապես Գլխավոր ճանապարհը անց գնում է փողոց ունենալ։ Այս ջուղի կարելի ասած վերջնամասն է, այս կողմը աճ 21-րդ փողոց, ասենց էլ այդ մա հաջորդ փողոցը։ Վախտին եղել է էլեկտրոյի դաչիկ։ Հետո մցել է նոր ջուրին գյուղի մեջ։ Հա? Վախտին այդ է դրա։ Սան դարիաստեն կեկի ասել, իշք ասել։ ինչպես ասեցիք, ինչ տաքսին գալիս է, չի հրաժարվում աչ։ Ճանապարհեցիան արդեն ասում եմ չեմ ուզի։ Այսինքն Տեղալ ժողովուրդը տրանսպորտել չկա, ոտով, թեով կնստասնի, դերի տեղ վիճակա, вообще անկապ։ Ամբո ճանապարհի ջուղի երկարությունը 3 կիլոմետր է։ Ջուղի սկզբից մինչև վերջ, մինչև ավտոբուսի կան, ոտով 3 կիլոմետր մարդիկ քայլում են, ջահել աղջիկ երեխեք են, շներ են, փողը։ Գալիս է մինչև ասֆալտ են դուրս, գալի որ նստեն էտա։ Գիշերները լուսավորություն էլ չկա, ստեղծել մութանգա։ Ինգամիսա լապուշկեկը Բարը չեմ փոխել։ Որսանքի պրոբլեմ։ կենտրոնական փողոցն է, ապա։ Խալաձելնիկու։ Էսի ջուղի կենտրոնական փողոցն է, այս որ ասնում է։ Այս հետո Մարմարաշենի։ Նոր ջուրի Մարմարաշեն, էլի։ Չկա գոնե տանել ես մեքենաներն է միած շտաբ օգնություն ռեշենք անում կանչել։ Բայց Երևանից ընդամենը քանի կիլոմետր եք հեռու 10 չէ 10-11 Այս նու բարաշենին կպած է էլի փաստորեն
Եթե նու բան Եթե սաղ փողոցները հաշվես կարող է առնի մի 7-8 կիլոմետր։ Երրորդ մասից մի տրանսպորտ գալիս է 6 համար, այնտեղ։ Անդերից էսյան Դու որ աչ ես մտել, այդ սամարի վերջնական աստանովքեն այնց այդ աչ մտած տարածն ասֆալտից որ դուրս ես եկել։ Այս հոսանքի լարերն է, հա։ Նոր գիծն է։ Ոչ շոչիկ են տեղադրել, ոչ բան։ Ինչքան ժամանակ է որ sense բարձի թողի վիճակ է այս հոսանքները։ Բաստողի չի աշխատում են, բաստողի տեսակ է չի կա։ Չեմ ասեմ որ sense արել են ու թողել են չեն միացել։ Սպասում են շոչիկներին պրոստը երկար ժամանակ է, էլի։ Ոչ թե խոսքի որ Իսկ գազի հետ կապված ինչ էիք ասում։ Գազը նայեք, ուրեմն գազն է պիտի շուտվանից միացված լիներ, արել են, եկա աշխատանք են արել, որ ասես չէ։ Բայց միացումը չի ստացվում, ինչ որ չգիտեմ ինչ Այսինքն հիմա բնական գազ չկա գյուղում։ Չէ, լրիվ է չեն բանալ։ ասես տրուբեք կա, բայց Ինչքան ժամանակ է մի տարի կլինի։ Ավ է, շարի է այս գազը, բայց ասում 3 կիլոմետր քաշելու կա, կիսատ է լրիվ։ Սաղ կիսատ է, համ հոսանքը, համ գազը։ դե հոսանքը նոր հատ Ենավի կիսատ է։ Կիսատ աշխատանքները կատարում հոսանքին, նենց չի որ կայնած։ Դե որ խնդիր չկա, խմելու ջուրն է որ շոթյա։ Երեխեքին ոչ կարում են դպրոց հետ Այս ճանապարհով սա ոտով են երեխեք եթում ասում ավտոբուսի կայան։ Որով մենք հիմա գնում ենք մեքենայով մի կերպ։ Հիմա այսենց այդում ենք, հələ ինքան բան կա որ հəլեսի լավ տեղն է։ Էսի շատ լավ է ստենում։ Հիմա այսպես նկարելով դու բանա, տեսել ինչա կատարում է ջուբի իրավիճակը։ Սովետի ժամանակ էլ չի եղել, ստե ասում։ Չէ։ Դե սովետի ժամանակ տուն չի եղել ուղղակի։ Չեղել է տոսը։ Բայց բնակավայր է եղել, էլի։ Բնակավայր է եղել։ Ոստո ասենք այն ժամանակ քիչ բնակիչ է, հիմա Դամբոյջուղը բնակվում է, կարելի ասած, 70-80% արդեն բնակվում է բոլոր ասել։ Պրոստո այս պահին ասենք որ իրավիճակ չկա։ Դաչա է, հիմա արդեն տվել են նոր գյուրին, գյուղապետարանի վրա գյուղ են դարձել։ Ինչ չի 850 տնտեսությունը։ Մի քանի հազար բնակիչ է, մի 10,000 Այդ պատկերացիոն իրավիճակում են ապրում։ Էս Բաժարի մեքենան չի գալում, սկորի մեքենա կանչում է չի գալում։ Տաքսին թարվարման չի մտնում։ Այն ասֆալտից թեքված չով կայնում ազնավիճակ ոտողված է։ Պատկերացու այս իրավիճակում եմ մենք ապրում ենք այս պահին ստեղ։ Լրի բլոկադայի մեջ է։ մեկը ոդկով տեղաշարժվեն էլ ստել անհնարին երևում է, էլի ոտքով անհնար է, բայց դե ժողովուրդը ստիված արդեն ի վիճակի չեն, ուրիշ բան չունեն անելու։ Հնարավոր չէ երեխեքը դպրոց են հետում, դաս են հետում, մեկը սովորում է քաղաքում, ստիված պետք է տրանսպորտով է, տրանսպորտ չունենք մենք, որ ասենք ամեն մարդ ով ունի հնարավորություն կարում է երեխան տանի։ Տելեֆոնն էլ չի արդեն։ Անհամ օգնում, քաշում է։
Este ոտով քայլի, տենամ կարաս քայլես։ Այս ցեխի մեջ։ Այն այրախը քայլում է։ Երեխեն քայլում։ Փորձում է։ Փորձում է քայլի, որտե քայլում է։ Որտեղ է քայլում է։ Մենք հիմա մոտորապես գյուղի կենտրոնում ենք։ Գյուղի, հա, կենտրոնը չէ, կենտրոնը դեմ որ Կենտրոնը մենք որ Ահա։ կայնացինք, Կենտրոնը կենտրոնը էս այշնելու ենք, էլի, էս այդ ենք ուրեմն իշնելու։ գյուղը բաժանվում է երկու մասի։ Էսի աջ թևն է, նա ձախ թևն է։ Կենտրոնական փողոցը այն կողմում է։ Էսա կետան կենտրոնական։ Հա, հիմա մեր ամբողջ խնդիրը գյուղի ամենագլխավոր խնդիրը ճանապարհն է։ Որ մենք մեր ընտանիքներին չենք կարող ստեղ բերենք, քանի որ ունենք երեխաներ, չենք ոչ տրանսպորտ կա, շփվելու դպրոցի հետ, ոչ էլ ունենք ինչ-որ փոխադրամիջոց, որ կարողանան գնալ։ Անձրևների դեպքում քայլել չի լինում ընդհանրապես։ Գազ 2 տարուց ավել է, տրուբեկը քաշել են, գազ չունենք, արդեն տրուբեկը Արդեն փոխելու է։ այնքան է հնացել, որ Արդեն ժանգոտում է։ փոխելու է, ավտոբուս։ Մի խոսքով, շատ մեր լուրջ խնդիր է, որ պետքա լուծվի այդ։ Բոլորը խոստացել են, նշեցին, որ Այո, խոստացել է, այդպես էլ- 10 տարի է խոստանում են ասֆալտ պետքա լինի, ու չկա այդ ասֆալտը, չենք անում։ գյուղը մոտավոր մի 10,000 բնակիչ կունենա։ Արդեն ավել։ Պատերազմից հետո ավելի շատացա։ Հա, Արցախից տեղահանվածներ են եկել։ Համասներ կան, 700 քանի տնտեսություն է գյուղը։ Շատ մեծ գյուղ է։ սահմանամերձ գոտուներից էլ են տեղափոխվեց թե Երբեք ճանապարհ չի եղել։ Դե այն ժամանակ քիչ են ապրել, դրա համար երևի թե չի եղել, բայց հիմա բոլորն էլ արդեն ապրում են, ով էլ չի ապրում, զուտ ճանապարհի խնդրի պատճառով չի ապրում։ Քանի որ գնալ գալու ոչ տրանսպորտ ունենք, որ տեղափոխվենք 2 կիլոմետր ու ավել է այն կողմ տրանսպորտը, ոտքով են մարդիկ առավոտները գնում միջև կրունկները, միջև չոքերը ցեխ են լինում։ Ես կխնդրեմ ուղղակի ղեկավարության կողմից մեկը գա, ստեղ ոտով քայլել, հա փորձեմ տենամ, արդյոք կարա ստեղ ոտով քայլի։ Չէ, հələ ավտոն ոչինչ, ավտոն թողենք 10 անգամ ճանապարհին։ գնում գալիս ենք ավտոն նորից սարքում ենք ընկել ու մենք պետտուրք ենք մուծում, գույքը հարկ ենք մուծում, ամեն ինչ մուծում ենք, բայց ոչ մի բանի համար ենք մուծում, ոչ մի բան։ ոչ մի արդյունքի չենք Հա, հələ մի հատ էլ էս ճանապարհը, հələ մի հատ հասկանանք գյուղամիջի ճանապարհ, որ Աչա ճանապարհ մտնում ախպերդ, մեր փողոցն է մտնում։ Մի հատ տեկը մտնենք, նոր դե տան մոտով իշնենք։ Չէ, հեսա սենց ենք վերելու։ Դստեից որ իշնենք դեքից, աչով ճանապարհ կա։ խոստացել են մի քանի տարի առաջ, որ այն մյուս փողոցը, գյուղին կպնող փողոցը, հա, որ ասֆալտ լինելու է, բայց մի 8 տարի առաջ։ Ու մինչև հիմա չկա, բայց մենակ դրանով չենք սահմանափակվում, որովհետև հիմնական ցեխոտ փոսերը սա է, որ ընդհանրապես երկումուտ չի լինում։ Մենք ուզում ենք գոնե գլխավոր փողոցները, որը կա գլխավոր փողոցը, միջև ստեղա, միջև գյուղի ներքևն է։ Դա ասֆալտ լինի, որ տրանսպորտ մտնի։ Տրանսպորտը չի մտնում հենց ասֆալտի պատճառով։ Ժամանակին ասացին, որ Փողոցները։ ժամանակին ասացին, որ տրանսպորտ մտել է։ Մտել է, հետո որ հասկացել են տրանսպորտը շարքից դուրս է գալի, էլ չեն մտցնում։ Ինչքան վախտավոր չեն մտցնում։ Ես դեռ Սա չեմ 30 տարի կարող է լինել։ 15 տարի հաստատ։ հին ապրողներից է գիտի։ Այն ապրո, Տրանսպորտը որ չկա, չես էլ կարողանում գնաս աշխատանք գտնես, մի բանով զբաղվես։ Ես էլ արդեն մտածում եմ ծախեմ, վաճառեն գնան ուրիշ տեղ, քանի որ չեն կարողանում։ Ծախեք գնանք արտասահման, ավելի լավ պայմաններում կապրենք։ Քան թե պետության տված լրիվ սուտ խոստումները։ Հուսով ենք, որ այս արձագանքը մեծ հնչողություն կունենա։ Թոշակառույն մեծամասամբ ուզում եք իջնել քաղաք, թոշակի կեսում գնում է մենակ տաքսիլի վրա։ Հիմա թոշակառուները պետքա գնան քարտով իրանց թոշակը ստանան, ճիշտ է, ասենք Մասիսից։ Պետքա տաքսի կանչեն, տաքսին էլ տաքսի Այսինքն թոշակառուն ոնց պետքա գնա ճանապարհ հասնի, որ տաքսի նստի գնա։ Միջև այստեղ ցեխով, Սեփականի ոտքով, ավտոնասկի չեմ ուզում ստեից ելնեմ այդամ քաղաք։ Կամ հարևանին պետքա խնդրի կինը, Հա, որ շատ ասի պետք է ավտոյի տրասկոտ տանուտելիքը առևտուրը անում են, որ գալիս են, որ հանդերձ ինչ-որ բան պահանջ չլինի, որ նորից իմ մեքենան չքշեմ ասում ընդ։ անձամբ ես իմ 5 երեխուն չեմ բերում ստեղ, որովհետև հնարավորություն չունեմ, ես ամեն օր տանեմ պարտեզ դպրոց բերեմ։ Այդ պատճառով ապրում եմ Վարձով։
Համ վարձ եմ տալի, համ ստեղ եմ ապրում։ 4 երեխա էլ ես ունեմ չափահաս, մեծ ամուսնացած, սա գնացել են վարձում են ապրում, ստիպված, որտեղ երեխուն չեն կարող ոչ մանկապարտեզ տալ, ոչ դպրոց տալ։ 5 երեխա էլ ինձ ունեմ, 4 աղջիկ մի տղա։ Ես Կապանից եմ եկել ստեղ, որ երեխաներիս մոտիկ լինեմ, աղջիկներս Երևանում են ապրում։ Ինքս էլ Զոհվածի այրի եմ։ 8 թոշակով ես ոնց պետք է ապրեմ։ Երեխեքս արդեն քանի տարի է ես դե ապրում եմ, մի անգամ չեն եկել։ Չեն կարողանում։ Վերջապես հերիքա, չէ՞։ Ինչքան կարելի է սուտ խոսել։ Երևանից կիլոմետրի կես է, այն ասֆալտից որ մտավ դա Երևանն է։ Շենգավեթի տարածքը։ Այն էլ սովետաշենն է։ Կառավարական շենքից էլ 18 կիլոմետր է մինչև այստեղ, հենց այստեղ։ Բայց գլոբուսից ոնց որ դուրս եմ, ոչ մեկ հաստատ տեղն էլ չի։ Սա նախկինում հայ էլեկտրոյի ամառանոց տեղն է։ Տեղը չգիտեն յուղի, թե չէ։ Սոտից մոտից եկան իբրև էլեկտրականությունը։ Այս թույլ էլեկտրականությունից տները արդեն պաժառ են, որից մեկը իմ տունս է։ Ասացին, որ նոր հոսանքի լարերը քաշել են, բայց դեռ չեն միացել։ Հա, Ոչ հոսանքն է նորմալ։ Ոչ ճանապարհն է նորմալ ստեղ։ Ոչ Գազել չունեք։ ոչ բան համարյա։ Մի բան լավ ասեցին, ջուրը լավ է խմելու։ Հոսակները քաշել Լավ, են։ սարկը հաստու ջուրեկան քաշել։ Հերգելա, այս բնակչությունը ջրի խաթր աստեղ։ Արդեն ջուրը չի եղել, ջուրը էս մի քանի տարի է որ արդեն սարքել են բրծել են։ Հիմնական գլխավոր խնդիրը ճանապարհն է, ռոռոկման ջուրը։ Զիբիլի հարցը 200-ից ավել է։ Զիբիլի հարցն էլ պիտի լուծվի, տրանսպորտի հարցն էլ։ Արտա մեքենա չունի, եթե ասենք Զիբիլը ձեռը հաստատ այսքան բան չի լինելու։ Այսինքն պետքա որտեղ տանեն թափեն։ Այսինքն պիտի այդ ամբողջ ճանապարհը ոտով քայլեն, եթե մեքենա չունեն, նստեն 6 համար, գնան երրորդ մաս, Եկալի տանից թափ։ տանը երրորդ մաս, որոնց նոր գցեն։ Լա ճիշտ է ասում, բա որտեղ։ Որովհետեւ ոչ մի տեղ չկա Զիբիլի վետրո դերացավ։ Որ վիճակը այն հենց այն դիքը որ կա ձմեռը որը տե անում է, դա լրիվ բաց է։ Ասենք մի քիչ շպագրիշիկը լավ չի լինում կամ вообще դե մառոզը արածելնում ջուրն է տեսակ սառում է, դե քանի անգամ եղել է խոսքի, տեսել եմ, մեկը գնացել է ուզեցել է խոսքին գնի կամ հանդիպակած այնքան եղա, որ գալիս է որ պիտի մտնի տորմուզը պահում է, դե սառուց է, չի բայ, պիտի գնա ուրեմն խփի։ Սարքի մեջ անգը։ Ինչ են։ Գազի թեստրա գումարը։ Այո։ Սումերը նոր։ Այդ արդեն ուրիշ բան է, էլի։ Միջև չեն։ Ու կիսատ է մնացել։ Կիսատ աշխատում է։ Պատճառաբանում են ինչ-որ շորջիկների հետ արկղերը չկա, Ռուսաստանից պետքա գա, չգիտեմ որտեղից պետքա գա։ Լավ, համաձայն ենք 99%-ը արված է, աշխատանքը կատարված է։ Նոմա շորջիկները ինձ թվում է կլուծվի, այսքան ծախս եթե արել են, դա էլ կան։ Բայց մեծ խնդիր է գազը, որ 2 տարուց ավել է Տրուբեկը ամբողջությամբ քաշված է, ինչ-որ խնդրով չեն միացնում տոների։ Ողկս կայնում։ Չգիտեմ ինչն է պատճառը։ Մենք էլ վերջը դժվար է այդով յոլա գնալը։ Կեղտա ինքը կեղտոտությունն է վերջը, մակություն չի։ Դա էլ կարևոր հարց է, բայց ամենակարևորը ասվածն է, որ տրանսպորտը գոնե երկու կողմի գլխավոր ճանապարհները միջև ստեղ, մեկն էլ մյուսը միջև գյուղի վերջ, գոնե ասված լինի, որ տրանսպորտ մտի կարողանան այս ժողովուրդը շփվել Հայաստանի քաղաքացիների հետ։ Արտաքին աշխարհի հետ կապ ունենան։ Զավչաստ ենք փոխում, ցավը տանեմ։ Իշո մի հատ թղթի համար դիմում ենք գյուղապետարան մեզանից փող ա ուզում։ Հիմա ես այդ որ փողերը մուծում եմ, բա ուր է իմ ասֆալտը։ Ես երախու բերանիցս խի կտրեմ ավտոսարքեն, որ տանեմ բերեմ դպրոցա, մանկապարտեզա, պարապմունքի ա։ Խի ախպեր, ինչի համար։ Ինքնը չի հասցնում գործել։ Մենք հուսով ենք, որ այս խնդիրը լուծում կունենա։ Մեծ հույս ենք կապում կառավարության հետ, որ կլինի։ Այս խնդիրը անպայման շատ արագ կլուծվի, որովհետև այս ապրելու կերպ չի, որ մենք ենք ապրում։ Այս է ջուրի փողոցից փողոց միացնող ճանապարհն է։ Հիմա նկա հանդեսը լավ է, հեսա որ թաղվենք, արդեն գրի լավ կը։ Կապես տալ։ Էյմա։ Եժան կո։ Հեսա լավ է, ստեղ վախը թաղվենք մնանք։ Ստեն սիրը եկեք թաղվել էր։
կեմալ, մինչև առեսօր սպասում խտաբանությանը, չեն գալու։ Այսինքն ոչ մի խանութ չկա Ոչ գյուղում։ մի խանութ չկա։ 3 կիլոմետր մի քայլով խանութ մեջ։ Այսա ամեն ինչ բացատրեմ, ասեմ, որ ուրից է գա։ Լակինսա քաղաքին էր։ Հետո միացրեցին տվին Մասիսի։ Դե անգամ ամենագնացները կարող։ Ամենագնացը չի, այո։ Հիմա բացատրեք, ես էլ հասկնամ։ Աղբանցան խնդիր չկա, զիբիլանոց է դա, որը որ մի ինքա 3 անգամ ես մաքրել եմ տվե արդեն։ Գնացինք։ Նացին։ Ոստեղի ճանապարհի Դուք ասացիք, որ ընդամենը 3 կիլոմետր ճանապարհ է։ Այո, 3 կիլոմետր եկա։ Որ գա այնպես պատտվի, սենց կա դուրս կա։ Ահա։ Չէ, ընդհանուր ասֆալտը մոտավորապես 7 կիլոմետր կբանկի, եթե 2 կոմանի փողոցներն անեն։ 7 էլ չի անում, 5 ու 8 հա։ Մոտավորապես ճանապարհը 2 կոմանին 5-8 կիլոմետր է կազմում։ Գլխավորը այս ճանապարհը 3 կիլոմետր 300 մետր է, որը պետք է ասֆալտի գլխավոր ճանապարհ։ Այսի մեր գլխավոր ճանապարհն է։ Բայց այս ճանապարհը հստե ոչինչ, այս աստեղ նայեք, այս ճանապարհ չկա вообще։ Մի ավտո, մի կերպ անցնում։ Այսինքն մեծ ավտո որ գա չի կարա ճանապարհն անցնել։ Ես էդի դիմել եմ, իրանց ասել եմ, բերե ներկայացրել եմ, բայց ոչ մի պատասխան չկա։ Չէ բենա պատվել էին, պետք է բերին շեբեն լսնեին, էդ էլ չեղավ։